աշխարհ գրաճանաչ։ Արդեն կարող եք ոչ միայն խոսել, այլ նաև գրել ու կարդալ մայրենի լեզվով։ Իբրև այս գործընթացի ուղղակի մասնակից, ուզում եմ առաջինը ես շնորհավորել ձեզ այս գեղեցիկ առիթով և մաղթել ձեզ անսահման բարիք, առողջություն, երջանիկ ապագա, անհոգ մանկություն, բարձր ինտելեկտ։ Թող մշտական հաջողությունները ձեր ուղեկիցը լինեն։ Ուզում եմ շնորհավորել նաև ծնողներին այս գեղեցիկ առիթով և շնորհակալություն հայտնել նրանցից նաև, որ օգնեցին, սատար կանգնեցին այս գեղեցիկ դահլիճը ձևավորել, հագեցնել ժամանակակից սարքավորումներով և իրագործել այս փոքրիկ միջոցառումը։ Շնորհակալ եմ ձեզանից և մի խնդրանք հորդոր, սիրելի ծնողներ, որ ճիշտ է մենք դպրոցում շատ ենք աշխատում այդ ուղղությամբ, դուք էլ տանը շատ հետևողական լինեք, որ ձեր երեխաների բառապաշարից հեռու մնան այսպես կոչված հիվանդ բառերը, որ անաղատ պահենք մեր մայրենի լեզուն։ Շնորհակալություն։ Մեծարգո տնօրեն, հարգելի Տիգին Բադալյան, սիրելի երեխաներ, ծնողներ, մայիսյան այս պայծառ օրվա ջերմ ու տաքն արևն այսօր ներխուժել է մեր դպրոցի հյուրընկալ դահլիճը, ժպտում է մեր մանուկների անմեղ աչքերի պես ու շշնջում քնքշորեն։ Փոքրիկ դու սիրուն, փոքրիկ դու լուսել, այսօր դու դարձար արևի մի փոքրիկ ճառագայթ, որը զինված այբուբենի 36 զինվորներով լուսավորելու է քալիքի ճանապարհը։ Սրտանց ու սիրով շնորհավորում եմ դպրոցի տնօրինությանը, դասվար Տիգին Բադալյանին, ծնողներին, սիրելի փոքրիկներին, այբենարանը հաջողությամբ ավարտելու և գրաճանաչ դառնալու կապակցությամբ։ Մաղթում եմ բեղմնավոր ու ստեղծագործ աշխատանք, հետագա հաջողություններ։ Առանձնակի շնորհակալության և երախտիկի խոսք եմ ուղղում մեր շատ սիրելի դասվար Տիգին Բադալյանին, որը հոգատար մոր նման խնամեց մեր փոքրիկ ծիլերն ու դարձրեց գրաճանաչ։ Խոնարհվում ենք ձեր վաստակի, ձեր տքնաջան աշխատանքի առջև։ Խոսքս ուզում եմ ավարտել մեծ բանաստեղծի խոսքերով։ Ուրեմն եկ փառաբանենք, հայլեցնենք թրի նման, որ զրնգա արևի տակ, հավետ պայծառ հայոց լեզուն։ Իսկ ես մենք յուզ մեծանու բանաստեղծում վերջին